Խաղաղության խաչմերուկի լուսացույցը կրկին կարմրում է։ Ադրբեջանը կարծես փոխում է ճանապարհը։ Ալիևը հայտարարել է պատերազմի վտանգ դեռ կա։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու։ Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց կա։ Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ոչ թե խաղաղության եւ կայունության, այլ ապագա լարվածության կհանգեցնեն։ Պատերազմը Բաքվի համար դարձել է հիմնական գործիք Հայաստանից հնարավոր ամեն ինչ փոկելու համար, վստահեցնում է փորձագետը։ Ալիևը գնալով ավելի է սեղմում օղակը Հայաստանի շուրջ։ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ Հայաստանից մաքսիմալ փոկելը, եւ երկրորդ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը նաև նպատակ ունի մեծացնել ճնշումները Հայաստանի վրա, որը արտահայտվում է նաև այս պահին առաջնագծի որոշակի լարվածությամբ, ամեն օր Հայաստանի նկատմամբ դրսևորվող հիբրիդային պատերազմի տարբեր դրսևորումներով եւ այլն։ Պատերազմով թշնամին ուզում է վախեցնել նաև հայ հասարակությանը։ Ադրբեջանագետի խոսքով այս կերպ Ադրբեջանն ուզում է իրենց համար մաքսիմալ անցավ եղանակով ստանալ ուզածը։ Այն պայմանները, որոնք առաջակարգում Ադրբեջանը, այն նախապայմանները, որոնք անդադ բարձրացնում են համաձայնագրից դուրս, համաձայնագրի կետերից դուրս, եւ այն պայմանները, որոնք դեռ հնչեցվելու են, որովհետև սա ամենը չի հա, ինչ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից եւ հայ ժողովրդից։ Այդ ամենը ուղղակի այդպես հեշտ չեն կարողանալ մարսել։ Ադրբեջանի իշխանության գործելավոճը նորություն չէ փորձագիտական դաշտի համար։ Բացառություն է միայն պաշտոնական Երևանը, որը համոզված է զիջումների գնով հնարավոր է հասնել խաղաղության։ Ադրբեջանը փորձում է Հայաստանի ներկայացած ցանկացած զիջում կամ դրա ճանաչում ներկայացնել որպես խեղաթյուրում իրականության, որովհետև Հայաստանի իշխանությունը նույնիսկ այն փուլերը, որ պատրաստականություն է հայտնել Ադրբեջանի պահանջներ իրականացնելու, Հայաստանը այդ փուլերում էլ ստացել է իր տարածքների օկուպացիա։ Հնարավորությունների լայն պատուհան բացված Ադրբեջանի առջև, որի հնարավորությունը սակայն հավերժ չէ։ Փորձագետը համոզված է, սա Ալիևը գիտակցում է ու առաջ է շարժվում այս հանգամանքը հաշվի առնելով։ Իսկ ինչու հայ հասարակությանը չեն հարցնում դրա մասին։ Իրենց միակ պատասխանը միշտ եղել է, թե 2021 թվականին, որ մենք ընտրվել ենք, դա արդեն հիմք է մեր լեգիտիմության, որպեսզի մենք հայ ժողովրդի անձից որոշումներ կայացնենք։ Փաստացի Ադրբեջանն էլ է հասկանում, որ անվերջ այսպես շարունակվել չի կարող եւ Հայաստանի իշխանությունը բացարձակ չունի այդ լեգիտիմությունը հայ ժողովրդի անձից ինչ-որ բաներ որոշելու, ստորագրելու։ Իլհամ Ալիևը նաև զգուշացրել է Հայաստանին, որ արտաքին ուժերը մի օր գնալու են եւ հայերը ադրբեջանցիների հետ մնալու են դեմ առ դեմ։ Ու չնայած գրեթե անթաքույց սպառնալիք պարունակող այս հայտարարությանը, Ալիևը նաև ասել է, թե իր երկիրը նոր պատերազմ հրահրելու ցանկություն չունի։ 2020 թվականին Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք կապիտուլյացիա են ստորագրում։ Հայաստանը սակայն փորձում էր իրեն այնպես պահել, կարծես ոչ 30-ամյա օկուպացիա էր եղել, ոչ էլ 44-օրյա պատերազմ։ Բացի այդ, նրանք շատ վատ խորհուրդներ էին ստանում իրենց այսպես կոչված բարեկամներից։ Դա ի դեպ այսօր էլ շարունակվում է։ Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք, որ պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետև ի վերջո տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու։ Ալիևը նույնիսկ խոսել է սպասվող ագրեսիայի մասին, իր բնորոշմամբ կեղծ լուրերը տարածում են Ֆրանսիայի իշխանությունն ու Փարիզի հետ գործակցող եվրոպական երկրները։ Աբրահամյանի խոսքով Հայաստանի այլ երկրների հետ դրական հարաբերությունները կարող է խառնել Ալիևի ծրագրերը։ Այն պետությունը, որը նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերություններում մաքսիմալը փոկել, բնականաբար գործի է դնում այն իր բոլոր հնարավորությունները, ռեսուրսները, որը մի կողմից տանում են Հայաստանի մեկուսացմանը, մյուս կողմից անպաշտպանություն ապահովում Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվի համար վերջին 6-7 տարին Հայաստանի հետ աշխատելու լավագույն շրջանն է։ Փորձագետների խոսքով, քանի դեռ այն չի ավարտվել, Ադրբեջանը ճնշումներն ավելի է մեծացնելու, հնարավոր ամեն ինչ կորզելու համար։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, Մեհեր Դավթյան, ABC Media։